Կրթության նախարար եք, տիկին նախարար, եւ ինչպես եք վերաբերում, երբ որ կրթությունը նորաձև է արշավի նաեւ մասնակից, երկրի վարչապետը նման բառապաշար է օգտագործում եւ հայհոյում է սրբազանին, հոգեվորականին։ Ես կարծում եմ վարչապետը ինքը մեկնաբանել է իր գրառումը եւ ավելացնելու որևէ բան չունի։ Տիկին նախարար։ Կարծում եմ, որ եթե հանրային ձևավորված խոսույթի մասին եք խոսում, բնականաբար որևէ մեկից չի կարող դուր գալ այն խոսույթը, որ ձևավորված է, ու ես ձեր ուշադրությունը պիտի հրավիրեմ նկատելու, որ այդ խոսույթը նոր չի, որ ձևավորված է, լավ է, որ մենք ուշադիր ենք, արժի, որ ուշադիր լինենք նաև բոլոր այն դեպքերում, երբ որ այդ բառամթերքը հնչում է նաև տարբեր կողմերից, այդ թվում օրինակ իմ նկատմամբ։ Գիտեք, բնականաբար որևէ մեկը չի կարող արդարացնել այդ խոսույթը, մենք շատ տարբեր քննարկումներ ենք ունեցել, նաև առիթ ենք ունեցել կառավարության նիստում էլ այդ հարցերից խոսել եւ կարծում եմ ավելի քան պարզ է դիրքորոշումը։